Տիկին Ղազարյան, մեզ հետևող սիրելի քաղաքացիներ, հարգելի փոխխոսնակ, եթե մի օր դասագիրք գրեինք դասական մեդիա մանիպուլյացիաների մասին, այս օրենքի նախագիծը թերևս լավագույն օրինակը կլիներ, որովհետև երբ որ ես հետևում էի մեդիա գրառումներին այս նախագիծը լուսաբանող, պարզվում է, որ տիկին Ղազարյանը ոչ թե բարդացնում է եկեղեցիների հնարավոր վաճառքի հնարավորությունը, այ ուղիղ հակառակը, վերնագրերը հետևյալն է, ՔՊԱ-ական պատգամավորը եկեղեցիների վաճառքի մասին նախագիծ է ներկայացրել։ Սա մի օրինակ է, թե ինչպես է պետք զգուշանալ մեդիա որոշ աուտլետներից, որոնք ոչ թե ձեզ մատուցում են տեղեկատվություն քննարկվող նախագծերի մասին, այլ ուղիղ հակառակը փորձում են ձեզ մանիպուլացնել, մոլորեցնել, խաբել։ Սիրելի քաղաքացիներ, այսօր քննարկվում է մի կարևորագույն նախագիծ, որով ըստ էության Կտրիչ Ներսիսյանի եւ մի քանի վեղարի տակ թաքնված հանցագործների հնարավոր փորձերը յուրացնել եկեղեցուն պատկանող գույքը ըստ էության արգելափակվում է եւ դրանով է պայմանավորված այս մեդիա արշավը թե նախագծի հեղինակի նկատմամբ, թե նախարարության նկատմամբ եւ ուրեմն այսօր քվեարկությամբ ի ցույց կդրվի թե ովքեր են կանգնած Հայաստանի Հանրապետության հայ ժողովրդի ինքնության մաս կազմող եկեղեցու կողքին եւ ովքեր են ըստ էության փորձում թալանել եկեղեցին, գողանալ մասեր, որովհետև այն պահին, երբ որ այս մեդիա մանիպուլյացիաները տարածվում էին, բարենորոգման օրակարգի ներկայացուցիչները պատմում էին, թե որքան են անհանգստացած մեր ինքնության մաս կազմող հուշարձանների, մասունքների հնարավոր նվիրատվության լուրից։ Սա կարևոր նախագիծ է, շնորհակալ եմ հեղինակին, պատգամավորներ Թագուհի Ղազարյանին եւ Սիսակ Գաբրիելյանին եւ մենք էլ մեր քվեարկությամբ աջակցությունը մեր կհայտնենք Հայաստանյաց Սուրբ Առաքելական եկեղեցուն։